Դեմքի խնամքի ամենակարևոր քայլերն են մաքրում, խոնավեցում եւ արևապաշտպան միջոց օգտագործել։ Դեմքի մաքրումը պետք է կատարել օրը 1 կամ 2 անգամ ըստ մաշկի տեսակի, խոնավեցումը օրը 2 անգամ, իսկ արևապաշտպան միջոցը պետք է քսել տնից դուրս գալուց 20 րոպե առաջ։ Մազաթափության հիմնական պատճառներից են գենետիկ նախատրամադրվածությունը, հորմոնալ փոփոխությունները, վիտամինային դեֆիցիտները, ստրեսը եւ այլն։ Անպայման պետք է պարզել մազաթափության տեսակը, պատճառը եւ օրվա մեջ 50-ից 100 մազ թափվելը համարվում է նորմա։ Իսկ եթե դրանից շատ է եւ երկար ժամանակ է չի դադարում մազաթափությունը, անպայման պետք է դիմել տրիխոսկոպիկ հետազոտության։ Բոտոքս կամ ֆիլեր կատարելու համար չկա հստակ տարիք։ Եթե կա խնդիր, տրվում է դրա համապատասխան լուծումը։ Բնականը միշտ չէ, որ անվտանգ է։ Մենք լսում ենք բնական բառը եւ մտածում ենք, որ դա ավելի լավ է, քան դեղատնային միջոցները կամ այլ խնամքի միջոցները։ Իրականում բնական միջոցները կարող են բավականին ալերգիկ լինել։ Պետք է միջոցը ընտրել ըստ մաշկի տեսակի, ըստ խնդրի եւ անպայման խորհրդակցեք բժիշկ մաշկաբանի հետ։ Ամենատարածված սխալներից մաշկի խնամքի մեջ չօգտագործել արևապաշտպան եւ խոնավեցնող միջոց, դեմքի մաշկը չափազանց շատ լվանալ մաքրող միջոցով եւ ընտրել խնամքի միջոցներ, որոնք չեն համապատասխանում մաշկի տեսակին։ Եթե նկատում եք, որ ձեր խալը ասիմետրիկ է, չափազանց արագ սկսել է մեծանալ, գույնը փոխվել է, եզրերը անհարթ են, սկսել է քոր գալ կամ արյունահոսել, այդ դեպքում անպայման պետք է դիմել դերմատոսկոպիկ հետազոտության։ Բոտոքսը օգտագործվում է նաև հետևյալ խնդիրների բուժման համար՝ գերքրտնարտադրություն, միգրեն, բրուքսիզմ, լնդային ժպիտ, ինչպես եւ մկանային լարվածություն ուսերի շրջանում։ Ակնեն քրոնիկ մաշկային խնդիր է, այսինքն մենք կարող ենք լավացնել, մենք կարող ենք նշանակել ճիշտ խնամք, որը որ երկարատև ռեմիսիայի կտանի, բայց վերջնականապես ակնեն բուժել չեն կարող։ Պատճառը նրանում է, որ ակնեի հիմնական պատճառներից մեկը գենետիկ նախատրամադրվածությունն է։ Չի թույլատրվում դեմքի մաքրում կատարել, եթե ակնեն բորբոքային փուլում է։ Այնքան ժամանակ, որ կան դեմքին բորբոքային էլեմենտներ, պետք չի ձեռք տալ, իսկ դեմքի մաքրումը կարելի է կատարել, երբ արդեն բորբոքային էլեմենտները բուժվել են, մնացել են հիմնականում միայն հետք է։ Ամենակարևորը, որ բժիշկ կոսմետոլոգը ունենա բարձրագույն բժշկական կրթություն, անցնի համապատասխան վերապատրաստումները եւ հետևի բժշկագիտության տենդենսներին։